Ինչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը։ Ինչպես արվեստն ընդհանրապես, այնպես էլ բանաստեղծությունը մասնավորապես ոչ այլ ինչ է, եթե ոչ դասակարգի կենսատրամադրությունները և գեղեցիկի ըմբռնումը կազմակերպելու միջոց։ Նա գեղարվեստական որոշ ձևերի մեջ է դնում այս կամ այն դասակարգի զգացմունքային վերաբերմունքը դեպի աշխարհը, դեպի իրա տնտեսական քաղաքական վիճակը, դեպի բնությունը, կինը և այլն։ Եթե արվեստի տվյալ ձևը կարող է ամփոփել իր մեջ տվյալ դասակարգի կենսատրամադրությունները, եթե նա ընդունակ է համապատասխան կաղապար հանդիսանալ այդ դասակարգի կենսական զգացմունքները կազմակերպելու գործում, նա կընդունվի վերջինիս կողմից և կդառնա կլասիկ։ Ամեն մի նկար, երգ, բանաստեղծություն միայն այն ժամանակ է ժողովրդականանում, այսինքն որոշ խավերի սեփականություն դառնում, երբ նա պրիզմայի պես կարողանում է ի մի հավաքել տվյալ խավի կամ դասակարգի որևէ կենսատրամադրության ամենաբնորոշ էլեմենտները։ Այդպիսի գեղարվեստական երգը հոգեկան սեղմ առնչություն է ստեղծում տվյալ դասակարգին պատկանող անհատների մեջ, միացնում է նրանց, կազմակերպում։ Սրանով է ահա կայանում արվեստի կամ մասնավորապես բանաստեղծության հասարակական արժեքը։ Տվեք Տերյանի մահ բանաստեղծությունը «Մարիր լույսը մշուշոտ» մի քաղքենի ինտելիգենտի, և նա կգտնի ճիշտ այն, ինչ որ ինքը վաղուց զգում էր, բայց չէր կարողանում արտահայտել։ Նշանակում է, Տերյանը հիշյալ բանաստեղծությամբ կարողացել է կազմակերպել գեղարվեստական հունի մեջ գցել իրեն հարազատ խավի զգացմունքային վերաբերմունքը, սերը դեպի կինը։ Բայց եթե այդ նույն բանաստեղծությունը դուք հրամցնեք մի գործարանային բանվորի, նախ նա ոչինչ չի հասկանա, և ապա կզարմանա, թե ինչու պիտի սիրած կինը մարի լույսը մշուշոտ, սև հյուսերը արձակի և տանջել սկսի իրան որպես դահիճ։ Ուրեմն Տերյանի այդ բանաստեղծությունը, չնայած իրա գեղարվեստական լինելու նուրբ հանգամանքին, չի կարող ձևավորել գեղարվեստական որոշ հունի մեջ գցել գործարանային բանվորի զգացմունքային վերաբերմունքը դեպի կինը։ Մեկնելով ահա այս հիմնական տեսակետից, միանգամայն պարզ է, որ վերջին տարիների հայ բանաստեղծությունը չի կարող մեզ ծառայել որպես մեր աշխատավոր մասսաների կենսական ապրումները և տրամադրությունները կազմակերպելու միջոց։ 1922 թվական հունիս, Երևան։ Եթե հավանեցիք այս տեսանյութը, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։